Քաղաքաշինական շուկան լինելով երկրի համար ռազմավարական եւ անվտանգային նշանակության տնտեսական ճյուղ, Այն ինչ որ հիմա կատարվում է շուկայում, այդ հեչ այն ծավալը չէ, որ իրականում պետք է։ մեր կոչը խնդրանքը կառավարության գործընկերին աջակցել։ Բարեխիղճ կառուցապատողի բարեխիղճ գործունեությունը երբեք չի մատնանշվում, չի խոսվում։ 2026 թվականի ասոցիացիայի առաջնահերթություններից մեկն էլ հանդիսանում է հենց այս ինստիտուտի պոպուլյարիզացիան ներդրումը։ Միայն այն արձանագրումը, որ այսօր մարդիկ չեն մեկնում Հայաստանից եւ չեն ծառայում այլ երկրների տնտեսություններում։ Երկրի իրավական ռեժիմը գործելու է այն իրավական ռեժիմը, որը գործել է ներդրումը կատարելու բան։ Սարսափելի շատ քանակի շինարարություն է, շատ են նախագծերը, բայց երբ նայում ես երկարաժամկետում, թեկուզ Երևանի կտրվածքով, այդքան էլ այդպես չէ առաջարկ պահանջարկի փոխհարաբերությունը։ Ողջույն բարեկամներ, դուք միացել եք Տուն Կաս ոդկասթին, որը Տուն Էքսպոյի պաշտոնական ոդկասթն է։ Այստեղ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտը։ Ոլորտի խնդիրները, մարտահրավերները, վերջին նորությունները, վիճակագրությունը, նոր միտումները, նոր տեխնոլոգիաները եւ իհարկե մեր հյուրերն են մարդիկ, որոնք կառուցում են ապագա քաղաքները կամ ընկած են այդ քաղաքների կառուցման ամենակարևոր տեղում, կուլիսներում եւ փորձագետներ, անշարժ գույքի ոլորտին առնչվող տարբեր մասնագետներ, կառուցապատողներ Այստեղ դուք լսելու եք ոլորտի առաջատարներից եւ հենց առաջին ֆրոնտում կանգնած մարդկանցից վերջին նորությունները։ Մեր այսօրվա էպիզոդի հյուրը կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն է, մեր շատ լավ գործընկերը։ Ողջույն Գուրգեն ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Շատ լավ, մենք գիտենք, որ այս պահին կառուցապատման ոլորտը բավականին ակտիվ տրանսֆորմացիաների մեջ է եւ մի կողմից կան նախկինում եղած շատ խնդիրներ, սխալներ, որոնց ուղղելով առաջ եք գնում, ու մյուս կողմից էլ պատրաստվում եք նոր փոփոխություններին, նոր միտումներին նաեւ շուկայում եղած ու կարծես ամենակարևոր գործն եք հանձ առել հենց ասոցիացիայով, հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մեծ, խոշոր կառուցապատողները գրեթե բոլորը ձեր անդամներն են ու դուք զբաղված եք եւ բոլորի շահերի պաշտպանությամբ եւ մյուս կողմից պետություն մասնավոր այս թեմայի մեջ կամուրջ լինելով ու նաեւ շատ լսում եք մեր քաղաքացիներին, գնորդներին իրենց պահանջներով, փորձում եք նաեւ այդ կտորով աշխատանք տանել։ Մեզ հենց առաջին ձեռքից է հետաքրքիր, թե հիմա շուկան ինչ վիճակում է, որովհետեւ այլ բան են ոչ մասնագիտական խոսակցությունները եւ այլ բան է հենց այս ամեն ինչի կենտրոնում գտնվող կառույցի ներկայացուցիչից լսել, թե ինչ է իրականում հիմա կատարվում, ինչ խնդիրներ կան ու ինչ մարտահրավերներ կան, որոնց այսօր դուք բախվում եք ու փորձում եք լուծել այդ թեմաները։ Շնորհակալություն, իրականում հարցերը կարելի է բաժանել մի քանի ենթահարցերի եւ հերթով անդրադառնալ դրանց։ Գլոբալ առումով քաղաքաշինական միջավայրի առողջությունը, կայունությունը պայմանավորված է հայլայնորեն կապիտալի շուկայի եւ ֆինանսաբանկային շուկայի առողջությամբ եւ ըստ էության այսօր մեր հայրենական ֆինանսաբանկային համակարգը գտնվում է կայունության լավ ցուցանիշների վրա եւ հայլային արտապատկերումը արձանագրվում է նաեւ քաղաքաշինական միջավայրի վրա։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, հանրահայտ փաստ եւ բազմաթիվ միջազգային բազմաթիվ տարբեր երկրներում, օտարերկրյա երկրներում սա այս հայլայնությունը հիմք է ընդունվում տնտեսական ինդեքսի հաշվարկների իրականացման փուլում եւս։ Եվ այսօր մեր հայնական քաղաքաշինական միջավայրը պետք է արձանագրել, որ ապահովում է երկրի հնայում գրեթե 20-21% ցուցանիշ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, այդ մասն են վկայում նաև պետական տարբեր մարմինների կողմից հնչեցված ներկայացվող թվերը, որ այո, քաղաքաշինական շուկան այսօր լոկոմոտիվ է եւ ունի խորը առանձնահատուկ դերակատարում երկրի տնտեսական կյանքում։ Պետք է արձանագրել նաև, որ ինչպես տնտեսության արիականչու ոլորտ, այս ոլորտը եւս ունի իր ուրույն խնդիրները, որոնց քիչ անց կանդրադառնանք։ Կարևոր եմ համարում արձանագրել, որ քաղաքաշինական շուկան, լինելով երկրի համար ռազմավարական եւ անվտանգային նշանակության տնտեսական ճյուղ, ամենօրյա կտրվածքով դինամիկ զարգացումների փուլ է թևակողում։ Եթե դիտարկենք պայմանական 2020-21
կամ դրանից առաջ ժամանակահատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը եւ այդ քաղաքաշինական ծրագրերի շահառու սպառողների իրավագիտակցությունը կամ պահանջմունքները կարող ենք տեսնել, որ այսօր օր-օրի էլ ավելի են բարձրանում դրանք, ինչը ողջունելի է, ինչը հենց ստիպում է տնտեսվարողներին էլ ավելի կատարելագործվել, էլ ավելի որակյալ քաղաքաշինական արտադրանք ներկայացնել եւ շուկային առաջարկել առավել կատարելագործված քաղաքաշինական մշակույթին հարող բնակարանաշինական ծրագրեր։ Իսկ ովքեր այդպես չեն անում, ուղղակի դուրս են մնում։ Այո, որովհետեւ շուկան է ձևավորում մրցակցային վարքագիծ եւ մրցակցության շնորհիվ է, որ սպառողների պահանջմունքների հնարավորինս բարձրացման եւ իրավագիտակցության բարձրացման շնորհիվ կառուցապատողները փորձում են առավելագույնս որակյալ եւ գրագետ լուծումներով առողջ քաղաքաշինական ծրագրեր իրականացնել, որպեսզի ունենան անխափան վաճառքներ եւ գնորդների շրջանակներում վստահության էական մեծացում։ Պետք է մի կարևոր փաստի մասին խոսենք, որ ի տարբերություն տնտեսության այլ ճյուղերի քաղաքաշինական շուկան հանդիսանում է ազգային հարստություն, որովհետև դա միակն է, որ մնում է երկրի ներսում։ Այսինքն մարդը ձեռք է բերում գույք, եւ այդ գույքը իր հետ չի տանում երկրից։ Եվ պետք է հնարավորինս ջանքեր գործադրել պետություն մասնավոր համագործակցության համատեքստում նաեւ, որ քաղաքաշինական արտադրանքը լինի շարունակական, լինի առողջ եւ երկարաժամկետ կտրվածքով իրականացվող։ Մի քանի վիճակագրական թվերի մասին եմ ուզում բարձրաձայնել, որոնք վկայում են շուկայի ներկայիս իրավիճակի մասին։ Եթե ընդհանուր առմամբ Երևանի տարածքում 2020-25 թվականները այս տարիների ընթացքում եղել է քաղաքաշինական մեծ ակտիվություն, ընդհանուր առմամբ ավելի քան 700 շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող կետային շենքեր են կառուցվել։ Որ թվականից սկսած 2020-ից 25 ընկած ժամանակահատվածում։ Այնինչ պետք է արձանագրել նաև, որ մշտապես փոփոխվող օրենսդրական կարգավորումների կամ տեղական турքերի վճարների հարկային խստացումների ֆոնով պայմանավորված 25 թվականին նկատելի է որոշակի տեմպերի նվազում նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեսքով, այդ մասն է վկայում հենց տրված շինարարության թույլտվության պաշտոնական թվերը։ Եվ մեր կոչը խնդրանքը կառավարության, համայնքի եւ մյուս գործընկերներին, որ գործընկերային մթնոլորտում կարողանանք համատեղ ջանքերը մեկտեղելով մշակել նոր գործիքներ, նոր առաջխաղացման ծրագրեր ի նպաստ քաղաքաշինական միջավայրի շարունակական զարգացման, որովհետև ինչպես նշեցի, երկրի հնայում ունենալով նման ռազմավարական եւ անվտանգային դերակատարում ունեցող մասնաբաժին, անհրաժեշտ է հնարավորինս փայփայլ քաղաքաշինական շուկան եւ նպաստել դրա շարունակական զարգացման։ Հակառակ դեպքում երկրի տնտեսական կյանքում մուլտիպլիկատիվ էֆեկտով ոլորտի պայմանավորված կարող են արձանագրվել շղթայական հայելային խնդրահարույց հետընթացներ, ինչը մտահոգիչ է եւ այդ մասին բարձրաձայնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ կառավարության, ազգային ժողովի եւ համայնքի մեր գործընկերներին, որ իսկապես գործընկերային բաց եւ թափանցիկ երկխոսության մթնոլորտում մեզ հետ քննարկումներ են վարում եւ ոլորտի զարգացման ուղղությամբ հայեցակարգային դրույթների մշակման եւ դրանց բարելավման հարցում բաց են, երկխոսում են եւ համատեղ ջանքերով կարողանում ենք իսկապես արձանագրել շոշափելի հաջողություններ։ Ես գիտեմ, որ հենց ասոցիացիայի կողմից համատեղ, ասոցիացիայի անդամների համատեղ նաեւ ջանքերի արդյունքում դուք ներկայացրել եք մի շարք նախագծեր, փոփոխություններ, դեռ վաղուց եք ներկայացնում, քանի որ եկամտային հարկի դուրս գալու հետ կապված այս թեմաները հենց ժողովրդական լեզվով ասած այն գլխից հասկացել եք, որ այս թեման սահմանափակելու է կառուցապատողներին հետագայում ավելի մեծ ախորժակ ունենալ, ներդրումներ անել, շարունակել թեման ու բավականին վաղուց ունեք մի շարք ծրագրեր, որոնք մշակում եք, առաջարկում եք կառավարությանը եւ տարվում են աշխատանքներ։ Ու վստահ եմ, որ շատ մարդիկ չգիտեն այս մասին եւ ոլորտի խաղացողները հաճախ տեղյակ չեն, որ այդ նախագծերը դուք մշակում եք, առաջարկում եք ու գործարվում ու եթե վաղը ինչ-որ նոր օրենք ընդունվի, դրա հողը նախապատրաստվել է դեռ վաղուց, տարիներ առաջ, ինչպես որ հենց եկամտային հարկի մասին օրենքներ։ Ու նաև շատ մեր գնորդներ չեն պատկերացնում, որ ապագայում այն ինչ որ հիմա կատարվում է շուկայում, այդ հեչ այն ծավալը չէ, որ իրականում պետք է մեր քաղաքին կամ երկրին նորացվելու համար եւ քաղաքաշինական նոր պատկեր ունենալու համար։ Հաճախ կա թյուր կարծիք, որ սարսափելի շատ քանակի շինարարություն է, շատ են նախագծերը, բայց երբ նայում ես երկարաժամկետում, թեկուզ Երևանի կտրվածքով, այդքան էլ այդպես չէ առաջարկ պահանջարկի փոխհարաբերությունը։ Համ այս թեմայից խոսենք առաջարկ պահանջարկի փոխհարաբերությունից, այս պահին ինչ է կատարվում եւ առաջիկա տարիներին ինչ պատկեր կունենանք, եթե տեմպերը այսպեսին լինեն։ Ու նաեւ խոսենք նոր
նախագծերից, որոնք դուք առաջարկել եք կառավարությանը եւ որոնք դեռ մշակման փուլում են եւ չգիտենք դեռ ինչ կլինի, բայց սպասում ենք լավ արդյունքների։ Տեսեք, ինչպես նշեցի, սպառողների իրավագիտակցությունը եւ պահանջմունքները օրեցօր ավելի են մեծանում, ինչը դրական է, ողջունելի է, եւ հենց այդ համատեքստում է, որ կառուցապատողները փորձում են հնարավորինս մրցակցային լավ նախագծերով հանդես գալ, լավ նախագծեր ներկայացնել սպառողներին, որպեսզի կարողանան գին որակհարաբերակցության համատեքստում իրենց քաղաքացիական արտադրանքը սպառել, իրացնել։ Պետք է արձանագրել նաեւ, որ այս համատեքստում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հանրային իշխանությունը եւս իր դերակատարումն է ունենում սպառողների իրազեկման, սպառողների իրավունքների հնարավորինս արդյունավետ պաշտպանության գործում։ Մենք էլ մեր մասով փորձում ենք իրազեկել սպառողներին իրենց իրավունքների լավագույնս պաշտպանության գործիքների ճիշտ ընտրության եւ ինչին ուշադրություն դարձնել այս հարցերին։ Առաջարկ պահանջարկի համատեքստում այո, սպառողների դերակատարումն է շատ կարևոր, բայց շատ կարևոր է նաև թե կառուցապատողները ինչ նոր գործիքներով են հանդես գալիս։ Սպառողները լինելով իրավագիտակից այսօր ցանկանում են ել ավելի պաշտպանված իրենց զգալ։ Պաշտպանվել հնարավոր խաբեության զոհ դառնալու խնդիրներից եւ ռիսկերից, պաշտպանվել հնարավոր ուշացումներից, պաշտպանվել անորակ ապրանք ստանալու ռիսկից եւ այսպես շարունակ։ Եվ այս համատեքստում այսօր առանձին խումբ կառուցապատողներ ներկայացնում են նոր պրոդուկտներ, հանձին գնորդի վճարած կանխավճարների յետ վերադարձի ապահովագրության, ինշուրանսի։ Սա նոր պրակտիկա է։ Այո, նոր պրակտիկա է եւ մեր որպես ասոցիացիա խնդրանքը կառավարության գործընկերներին կանում է նրանում, որ աջակցեն այս գործիքի հնարավորինս հանրայնացմանը, որ գա մի գեղեցիկ, որ բոլոր կառուցապատողները այս գործիքը կարողանան կիրառել բնակարան վաճառելիս։ Որպես նոր ստանդարտ։ Այո։ Պատկերացրեք ինչպես է վերելակը կա շենքում, որ առանց վերելակ չի կարող շենք լինել, գամ գեղեցիկ որ պետություն մասնավոր երկխոսության համատեքստի համագործակցության արդյունքում լինի նաև նոր ստանդարտ, որ այո, եթե խոստում է վաճառվում, կառուցվող ռեժիմով գույք է վաճառվում, ապա դա լինի ապահովագրված։ Այս պահին այս գործիքը դերևս շատ հասանելի չէ լայն շրջանակի կառուցապատողների, որովհետև տնտեսապես թանկ գործիք է սա ըստեյության ֆինանսական տեսանկյունից եւ մեր խնդրանքը կոչը կառավարության գործընկերներին, որ աջակցեն այս գործիքի պոպուլյարիզացիային, որպեսզի նաև ապագայում հնարավոր ձախողվող քաղաքաշինական ծրագրերի եւ դրանց շահառու հանդիսացող գնորդների հազարավոր, տասնյակ հազարավոր գնորդների ռիսկերը զրոյացվեն։ Սա շատ կարևոր գործիք է եւ մեր կոչը խնդրանքը կառավարության գործընկերներին աջակցել սրան։ Մյուս կարևոր գործիքը, որը կարող է էլի պահանջարկի եւ առաջարկի համատեքստում մեծ բուստինգ ապահովել, դա կորպորատիվ պարտատոմսերի ինստիտուտն է։ Այսօր պետությունը խրախուսում է կապիտալի շուկայի զարգացման, ինչը շատ ողջունելի է, եւ մեր խնդրանքը եղել է կառավարության գործընկերներին, որ գործիքակազմերը կապիտալի շուկայում ներկայացվող որոշակիորեն ընդլայնվեն, որպեսզի կառուցապատողները եւս կարողանան եկամտային հարկի հետ վերադարձի ծրագիր այսօր չկա, կարողանան երկարաժամկետ կտրվածքով, օրինակ 10-12 տարի կտրվածքով կամ 7 տարի կտրվածքով անտոկոս տարաժամկետ գույք վաճառել սպառողներին, այս հնարավորությունը ունենան եւ սրա այս հնարավորությունը ունենալ լավագույն գործիքներից մեկը կարող է լինել հենց կորպորատիվ պարտատոմսերը, որպեսզի պետությունը հնարավորինս աջակցի այս գործիքի պոպուլյարիզացիային։ Արդեն նախադեպեր արդեն կան։ Որոշակի նախադեպեր առկա են, բայց քիչ։ Կորպորատիվ պարտատոմսերի գործիքը շատ կարևոր է, պահանջարկ, առաջարկ այս գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ Տեսեք, այսօր բազմաթիվ սպառողներ ունեն պահանջարկ ձեռք բերել անշարժ գույք, սակայն չեն կարողանում օգտվել բարձր տոկոսադրույքներով հիպոթեկային վարկերից, եկամտային հարկի հետ վերադարձի ծրագիրն էլ բացակայում է կամ աստիճանաբար դուրս է գալիս եւ անհրաժեշտ է այլ գործիք, որը նաեւ թանկանում է դրան զուգահեռ, որը նաեւ էական բեռ չհանդիսանա պետության համար, ֆինանսական բեռ։ Եվ սա մեր պատկերացմամբ կապիտալի շուկայի ինտեգրումը քաղաքաշինական շուկային կարող է նոր զարգացումներ ապահովել, վերելքներ ապահովել քաղաքաշինական ծրագրերում։
Եվ ի վերջո շատ կառուցապատողներ արդեն հիմա չեն մտածի ավարտելու ընթացիկ նախագծերը եւ նոր ոլորտ մտնելու, այլ կմտածեն ինչպես շարունակել եւ նոր կոնցեպտներ առնչվել, քանի որ կլինի ֆինանսական այդ հոսքը, որը նաև կտա մոտիվացիա կառուցապատողին, որովհետև ի վերջո մենք երբեք չենք խոսում կառուցապատողների այս իրենց կուլիսային խնդիրներից, բայց չէ որ կառուցապատողը շատ մեծ միջոցներ, սեփական միջոցներ է կամ վարկային միջոցներ է ներդնում քաղաքաշինության ոլորտի մեջ եւ նաև հույս ունենում, որ ճիշտ ժամկետում, ինչպես որ գնորդին է պետք այդ ճիշտ ժամկետն այնպես էլ առաջինը կառուցապատողին է պետք, որ ինքը խոստացած ժամանակում հանձնի եւ ի վերջո այդ ֆինանսները վերջապես ստանա, ու երբ որ համ այս տեսանկյունից խնդիրներ կան, համ կա խնդիր, որ ոչ մի նոր նախագիծ չկա կառուցապատողին մոտիվացնելու եւ նոր ներդրումների համար հող պատրաստելու, կարծես թե մենք կանխատեսում ենք ապագայում, որ կառուցապատողներ էլ չեն լինի կամ կլինեն միայն նրանք, որոնք վաղուց ունեին մեծ քաղաքաշինական նախագծեր ու դեռ պիտի կառուցեն։ Տեսեք, շատ զգայուն հարց եք հիմա բարձրացնում։ Իսկապես այսօր մենք ունենք խորը մտահոգություններ առ այն, որ նոր մեկնարկող քաղաքաշինական տեմպերի նման անկումը, որը էական անկում է, դրա մասն են վկայում փաստացի թողարկվող քաղաքաշինական թույլտվությունների վիճակագրությանը։ Ինչ թվեր ունենք նախորդ։ Եթե օրինակ 2025-24 թվականին թողարկվել է մոտ 180 հատ շենքի շինարարության թույլտվություն, ապա 2025 թվականին թողարկվել է մոտ 50-ից 60 շենքի շինարարության թույլտվություն։ Այսինքն արձանագրում ենք, որ մոտ 3 անգամ արկա է անկում, ըստ տարբեր աղբյուրների 2-ից 3 անգամ, ըստ մեր կատարած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արկա է անկում։ Եվ այդ անկումը, եթե պետություն մասնավոր, կառավարություն, համայնք մասնավոր երկխոսության համատեքստում չկարողանան կանխարգելել, ապա բացառված չէ, որ առաջիկա տարիներին նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերը ապրեն այնպիսի անկում, որ բազմաթիվ սպառողների մոտ լինի պահանջարկի առկայություն, սակայն այլևս առաջարկ չլինի։ Ինչու՞, որովհետև մի կողմից ոլորտային խնդիրներին ենք արդեն մոտենում, որովհետև մի կողմից ոլորտային խնդիրները գնալով շատանում են, բազմապատկվում են, տասնապատկվում են, իսկ դրանց լուծումները էականորեն դանդաղում են։ Եվ բյուրոկրատիան էլ կարծես իրավական դաշտում է շատանում։ Բաժանենք ոլորտային խնդիրները, կարող բաժանել դասակարգել երկու խմբի։ Օրենսդրական բնույթի խնդիրներ եւ երկրորդը վարչարական բնույթի խնդիրներ։ Օրենսդրական բլոկի մեջ մտնում է մշտապես փոփոխվող խաղի կանոնները, այսինքն ընդունում են նոր կարգավորումներ, նոր օրենքներ, կառավարության որոշումներ եւ այլն, որոնք տարածվում են ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի վրա եւս, որը նախատեսված չի եղել կառուցապատողի կողմից, երբ ֆինանսական հաշվարկներ են իրականացվել, ներդրումային ծրագրի ինքնարժեք է որոշվել, վաճառքներ են իրականացվել եւ մի գեղեցիկ օր տեղեկանում է, որ նոր ֆինանսական ֆիսկալ բեռեր նախատեսող կարգավորումներ կան, որը իր վրա եւս պետք է տարածվի։ Եվ սա լուրջ մտահոգություն եւ անհանգստություն է առաջացնում ներդրումային միջավայրում, ներդրումային միջավայրի կայունության տեսանկյունից։ Նաեւ դրսից նայելիս, չէ՞ նկատի ունենք, ոչ միայն լոկալ տեղացիների, ինչպես լոկալ ներդրողների տեսանկյունից, այնպես էլ արտասահմանյան ներդրողների տեսանկյունից, տեսնում որ չկա իրավական կանխատեսելիություն, անդադ փոփոխվող օրենսդրական կարգավորումներ եւ դրանց հետադարձ ուժով կիրառում արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի վրա եւս։ Սա լուրջ անհանգստություն է։ Բայց սրա միջազգային փորձը ինչպիսին է, արդյոք մյուս երկրներում էլ նույն կերպ է կարող են լինել ընթացիկ փոփոխություններ եւ դա նորմալ է գուցե։ Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին օրենք, որը սահմանում է 5 տարվա ստաբիլիզացիոն ժամկետ։ Այսինքն դա ինչ է նշանակում, եթե կա օտարերկրյա ներդրող, որը կատարում է ներդրում, ապա ներդրումը կատարելու պահից սկսած 5 տարի երկրի իրավական ռեժիմը գործելու է այն իրավական ռեժիմը, որը գործել է ներդրումը կատարելու պահին։ Այսինքն, օրինակ, հարկային փոփոխությունները վատթարացնող իր վրա չեն տարածվում։ Տեղական турքեր, վճարներ, հարկեր, այլ կարգավորումներ, որոնք իր համար ունեն վատթարացնող կարգավորումներ, իր վրա չեն տարածվում։ Իր վրա տարածվում է 5 տարվա ընթացքում այն կարգավորումը, որը եղել է ներդրումը կատարելու պահին։ Բայց պետք է արձանագրել նաև, որ այս կարգավորումը եւս շատ հաճախ կյանքի չի կոչվում եւ միայն դատական գործընթացների արդյունքում է, որ այս կարգավորմանը կարողանում են ներդրողները հանգել։ Այսինքն կա կարգավորում, որը գործնականում երբեմն նաև չի կիրառվում։ Այսինքն պիտի գնան դատարան, ապացուցեն, որ դուք այսպեսի կարգավորում եք։ Այո, սա այս մասով, այսինքն
վարչարական գործընթացներով պայմանավորված էլ ունենք լավ կարգավորումներ, որոնք վարչարական գործընթացներով պայմանավորված կյանքի չեն կոչվում կամ դժվար են կյանքի կոչվում։ Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ ներդրողները ունեն իրավական երաշխիքներ պետության կողմից տրվող։ Եթե կատարում են ներդրում, ապա ինչպես մեր օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենքն է սահմանում ստաբիլիզացիոն ժամկետը, այնպես էլ բազմաթիվ երկրներում կա այս ստաբիլիզացիոն ժամկետի կարգավորում։ Սակայն մեր երկրում սա կարծես թե մոռացության է մատնվել եւ այս խնդիրը մշտապես բարձրաձայնում են կառավարության մեր գործընկերների հետ հանդիպում քննարկումներում եւ ունենք հաստատական վստահություն, որ այս խնդիրը եւ նմանատիպ այլ խնդիրներ իրավական դաշտի անկանխատեսելիության եւ մշտապես փոփոխությունների մասով վերջի վերջո կստանան լուծումներ, որովհետեւ տեսնում ենք, որ այո, կառավարության գործընկերները եւս ունեն հաստատական վստահություն համատեղ աշխատանքի եւ երկրի ներդրումային միջավայրի կայուն եւ շարունակական զարգացման ուղղությամբ։ Մյուս խնդիրների խումբը, ինչպես նշեցի, վարչարական բնույթի խնդիրներն են, գործընթացների տևողությունը, ձգձգումները, որի առաջին հերթին տուժող է հանդիսանում, տուժում է ինչպես մասնավորը բիզնեսը, այնպես էլ սպառողը, եւ ի վերջո տուժում է նաեւ հանրային շահը։ Եվ տնտեսությունը Այո, հանրային շահի գլոբալ տեսանկյունից երկրի տնտեսության համար շատ կարեւոր է, որ բիզնեսը ժամանակին վճարի հարկերը, Այո, իսկ քաղաքաշինական միջավայրում, եթե տեղի ունեն ուշացումներ, ապա հարկերը համապատասխան ժամանակով ավելի ուշ են վճարվում։ Մասնավորապես ավելացված արժեքի հարկ եւ այլ հարկատեսակներ։ Այստեղ առկա է նաեւ պետական շահ եւ դրանով պայմանավորված կառավարության գործընկերների հետ հանդիպումների քննարկումների շրջանակներում մեր կողմից նախաձեռնվող կամ կառավարության կողմից առաջ քաշվող եւ մեզ հետ համատեղ քննարկվող բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ հենց միտված են նպաստելու, որ հավասարակշռված պաշտպանության ենթարկվի ինչպես մի կողմից կառուցապատողի շահը, մյուս կողմից սպառողի շահը եւ երրորդ կողմից նաեւ պետության հանրային շահը։ Եվ սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր երբ կառուցապատողը թույլ է տալիս ուշացում, կա խորը զսպիչ մեխանիզմներ մեծ հանձին տեղական турքերի շինարարության տնտեսության ժամկետի երկարաձգելու տեսքով, որը կարող է կառուցապատողի շահույթի մեջ մեծ թիվ կազմել, կա նաեւ այլ վարչարական լծակներ կառուցապատողին զսպելու ուշացումներ թույլ չտալու գործում եւ կա ֆինանսական կորպորատիվ վարկ տրամադրած բանկի ֆինանսական զսպիչ մեխանիզմներ հանձին տուգանքների տույժեր եւ վերջո կա նաեւ սպառողների մոտ գործարար համբավի արատավորման խնդիր, որ թույլ է տվել կառուցապատողը ուշացում եւ կառուցապատողը առաջինն է շահագրգռված, որ չկրի ֆինանսական ռիսկեր եւ ժամանակին ավարտի մեկնարկած քաղաքաշինական ծրագիր, սակայն շատ հաճախ դա կառուցապատողի չկախված հանգամանքներում է ուշացում լինում։ Ինչպիսին են այդ Եվ այդ ուշացումների հետևանքները ցավոք սրտի ռիսկերը կրում է միայն կառուցապատողը։ Մի դեպքում դա առաջանում է վարչարական գործընթացների, պետական կամ համայնքային մարմինների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության հետևանքով, մեկ այլ դեպքում մատակարար կազմակերպությունների ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում, մեկ այլ դեպքում էլ կառուցապատողից չկախված այլ հանգամանքներ։ Եվ շատ քիչ դեպքերում է լինում, որ կառուցապատողի մեղավորությամբ է լինում քաղաքաշինական ծրագրի ժամանակին չավարտելու հանգամանքը։ Շատ քիչ դեպքերում է, որ կառուցապատողի մեղավորությամբ է լինում, բայց անկախ պատճառներից Բայց շատ հաճախ հանդիպող երևույթ է կառուցապատողները թույլ են տալիս ուշացում, որի, ինչպես նշեցի, առաջնային շահառուն հենց կառուցապատողն է, որ րոպե առաջ ավարտի քաղաքաշինական ծրագիր եւ իր ստանձնած պարտավորությունները կարող է հավուր պատշաճի կատարել։ Եվ այս մասով պետք է արձանագրեմ նաեւ, որ օրեցօր ավելի է խստացվում կարգավորումները, թե տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերների կողմից, եւ թե պետական կառավարման մարմինների գործընկերների կողմից տարբեր լծակներով փորձելով զսպել կառուցապատողների չարամտորեն ուշացումները, այսինքն անտարբեր կառուցապատողների մասին այս դեպքում կառուցապատողների եւ ուրախությամբ պետք է արձանագրենք, որ նման դեպքերը օրեցօր ավելի են նվազում եւ ուշացումները երբ արկայելնում, ուսումնասիրում ենք այդ գործերը, պարզ է դառնում, որ կառուցապատողի չարամտություն առհասարակ չկա, անտարբերություն չկա, անգործություն չկա, կա պետական մարմնի կամ համայնքային մարմնի կամ մատակարար կազմակերպության
ոչ արդյունավետ վարքագիծ։ Անկամ աշխատուժի չէ շատ դեպքերում հաճախ լսվող նաև թեմա է, որ վերջին շրջանում տարական բան եմ ասում, բայց անկամ բանվորական աշխատուժի կտորն է դառնում խնդրեմ կառուցապատողի համար հաճախ, որովհետև քիչ են մարդիկ, որոնք հենց կառուցապատման մեջ ամենատարական գործերի համար պատրաստ են ամեն օր բարեխիղճ ներկայանալ աշխատանքի, օրինակ թվում է տարական հարց, բայց շատ կառուցապատողներ կիսվում են հենց այս թեմաներով, որ գուցե գնան շինհրապարակ մի օր, ու որ այդ օրը պիտի ինչ-որ ծավալի գործ կատարվեր, բայց մարդիկ ուղղակի չեն ներկայանում աշխատանքի եւ նորից պիտի այդ աշխատուժը դրսից բերեն, չգիտեմ, մեր ներսում այդ աշխատուժը անգամ չկա եւ այսպեսի տարական բաներ կան, որ մեր մտքով օրինակ սովորական սպառողի հաճախ չի էլ անցնում, որ նման հարցերի կարող է բախվել կառուցապատողի ընթացքում։ Տեսեք, ամենատարական բանը ուրախությամբ պետք նշեցի է ես։ արձանագրենք, որ մեր երկրի քաղաքաշինական մշակույթը հասել է այն աստիճան վերելքների, որ հայ տղամարդիկ այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքի կամ էականորեն քիչ են մեկնում, քանի որ կա հայկական շուկայում մեծ աշխատատեղեր, շինհրապարակները բաց են աշխատաշուկայի առջև։ Իսկապես։ Եվ ընդհանուր այն աստիճան, որ տարբեր երկրներից են Հայաստան գալիս արտագնա աշխատանքի, հասել ենք նման վերելքի։ Եվ սա շատ կարևոր կետ է մեզ համար, շատ կարևոր փաստ է մեզ համար, եւ մեր խնդրանքը եւ կոչը եղել եւ շարունակում է մնալ կառավարության գործընկերներին այն, որ համատեղ ջանքերով փորձենք պահպանել այս տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ աջակցենք միմյանց տնտեսական ակտիվության ցուցանիշի բազմապատկման ուղղությամբ։ Ինչու՞, որովհետեւ լինելով նման կարևորագույն ճյուղ տնտեսության մեջ կառուցապատումը ցավոք սրտի չունի բավարար հոգացություն։ Ստացվում է մի իրավիճակ, որ այսօր տնտեսվարողները բիզնեսն է իր հնարամտության, գիտելիքի, ֆինանսական հմտությունների եւ կարողությունների հիման վրա կարողանում շուկայում հանդես գալ, առաջարկել նոր գործիքներ, նոր մեխանիզմներ, նոր գործընթացներով սպառողներին ներգրավել շուկայի զարգացում եւ առաջխաղացում ապահովել սեփական ռիսկով եւ ցավոք սրտի այսօր պետության գործընկերների, կառավարության գործընկերների կողմից չկա այս մասով բավարար ռեալ գործընթացներ։ Ճիշտ է, միշտապես քննարկումների փուլում են գտնվում, փորձում են աջակցել, սակայն մի կողմից վարչարական գործընթացներն են խնդիրներ առաջացնում, մի կողմից էլ ինչպես նշեցինք, օրենսդրական կարգավորումների հետադարձ ուժով կիրառությունն է խնդիր առաջացնում, բայց լավը այն է, որ գործընկերները առնվազն համաձայնում են, որ այո, արկա է խնդիր եւ այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են համատեղ իրականացնում։ Վառ օրինակ, նախորդ տարի կառուցապատողների համար խորը անհանգստություններ եւ մտահոգություններ էր առաջացնում կառուցման փուլում գտնվող շենքը գույքահարկով հարկելու կարգավորումները, եւ շենքը ֆիզիկապես դեռևս չկար, ինչ հանգամանքներով պայմանավորված կառուցապատողը ստիպված երկարաձգել է շինարարության թույլտվության ժամկետը, վճարել ահռելի մեծ տեղական տուրք երկարաձգման գծով եւ հանրային իշխանությունը պահանջում էր նաեւ գույքահարկ գոյություն ունեցող գույքի համար կամ կառուցման փուլում գտնվող գույքի համար։ Եվ ի ուրախություն բոլոր կառուցապատողների պետք է արձանագրենք, որ կառավարության գործընկերների բիզնեսակենտրոն մոտեցումների շնորհիվ հնարավոր դարձավ տարեվերջին Պաշտոկադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնական պարզաբանմամբ սահմանել կարգավորում, որը ըստ էության գույքահարկը իջեցրեց իրական գույքահարկի շեմ, մինչ այդ գործող կարգավորումով գույքահարկը սահմանում էր թանկության հարկի գաղափարախոսությամբ, այսինքն մի կտոր գույք ամբողջ շենքը դիտարկվում է 1 կտոր գույք, որպես մեկ սեփական տուն եւ մեկ գույքի գույքահարկ, որը էականորեն բարձր, մոտ 6 անգամ ավելի բարձր թվային մեծություններ, քան այն գույքահարկը, որը կձևավորվեր, եթե ժամանակին քաղաքաշինական ծրագիրը ավարտվեր եւ բնականում գույքահարկ հաշվարկվեր։ Այն հաշվարկով, որը որ մտել էր այդ քաղաքաշինական նախագիծը շուկա։ Այո, եւ հնարավոր դարձավ պետություն մասնավոր երկխոսության շնորհիվ արդյունքում գույքահարկը, որը ահռելի մեծ թվային մեծություն էր, իջեցնել սահմանելով իրական գույքահարկ, որը կառուցապատողների կողմից իսկապես գնահատելի է եւ շնորհակալություն իսկապես մեր կառավարության գործընկերներին, որ եւ համայնքի գործընկերներին, որ բիզնեսակենտրոն մոտեցումը կարողացան ռեալիզացնել կյանքում եւ սա վառ օրինակն է, որ պետություն մասնավոր երկխոսության միջոցով արկա խնդիրները հնարավոր է քայլ առ քայլ լուծել։
Սակայն Այո։ սա ընդհանրապես մի փոքր խնդիր էր ամբողջ խնդիրների հանրագումարի մեջ, բայց մենք չենք կորցնում մեր հաստատական վստահությունը եւ հավատում ենք, որ այո, ամենօրյա կտրվածքով աշխատելով կառավարության եւ ազգային ժողովի եւ համայնքների մեր գործընկերների հետ կկարողանանք քայլ առ քայլ աջակցել բիզնեսին հուզող խնդիրների արդյունավետ լուծմանը եւ դրա հետևանքները կզգանք բոլորս հանձին երկրի տնտեսական կյանքում ակտիվության նորանոր ցուցանիշների արձանագրման։ Ամեն դեպքում այս համատեքստում նաև երևի արդար է արձանագրել, որ մեր 30-ամյա պետության մեջ կառուցապատման ոլորտը այնպես չէ, որ ունի մեծ պատմություն տարիների փորձ հետևում, բավականին երիտասարդ է եւ ուղղակի շատ դինամիկ է զարգանում ու տպավորություն է, թե տասնյակ տարիներ այս կառուցապատողները կան եւ ոլորտը կա, բայց ոլորտը բավականին նոր է եւ նաեւ օրենսդրական կարգավորումների տեսակետից արդեն ունի շատ ասելիք, արվել է շատ գործ, շուտով կհանձնվեն շատ քաղաքաշինական մեծ նախագծեր, որոնց սկիզբը վաղուց էր տրվել ու տպավորություն է, որ ամեն դեպքում ինչքան էլ բարդ է, ինչքան էլ ռիսկային է, բայց այդպես ակտիվ գնալու է ոլորտը, որովհետեւ ամեն դեպքում զբաղվում եք ու կան շատ կարգավորումներ ոլորտի խաղացողների համար հենց կառավարության մակարդակով։ Ինչ կարգավորումներից հիմա կարող ենք խոսել, որ լավ է մարդիկ իմանան, մի կողմից թե կառուցապատողները եւ գուցե ապագա կառուցապատողներին հիմա մեզ լսում իմանան, որ կան նման կարգավորումներ, իրենք կարող են, չգիտեմ, հանգիստ մտնել շուկա, հասկանալ, որ կա բարեխիղճ մրցակցություն եւ մրցելիսել կա չեզոք գոտի կամ չեզոք կողմ, որը կարգավորելու է այդ հարաբերությունները իրենց մեջ կառուցապատողների։ Ինչպես նշեցիք, այո, կառուցապատումը համատաբար երիտասարդ տնտեսության ճյուղ է եւ խորհրդային միության փլուզումից հետո եւ անկախությունից ի վեր կարելի ասել, որ 2000-ականներից ի վեր սկսեց աստիճանաբար ակտիվություն ցուցաբերել, իսկ 2015 թվականի եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրի օրենսդրական կարգավորման ներդրման շնորհիվ մեծ վերելքներ սկսեց տարեստարի արձանագրել հանձին մեկնարկող եւ ավարտվող քաղաքաշինական ծրագրերի։ Ոլորտում այս տարիների ընթացքում արձանագրվել եւ շարունակում են արձանագրվել բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մշտապես աշխատում ենք կառավարության գործընկերների հետ, փորձելով խնդիրներին տալ արդարացի լուծումներ։ Եվ միայն վերջին 5 տարվա կտրվածքով ասոցիացիայի ջանքերով պետության հետ համատեղ կարողացել ենք իրականություն դարձնել շուրջ 30-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, նոր նախաձեռնություններ կամ գործող կարգավորումներում փոփոխություններ, դա կլինի օրենքներ, կառավարության որոշումներ, այլ իրավական ակտեր, որոնք միտված են բիզնեսի շահի պաշտպանությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը եւ հանրային շահի պաշտպանությանը։ Առաջինը կառուցապատման գործունեության մասին օրենքն է, որը կարգավորում է գնման իրավունքի փուլում, այսինքն խոստում վաճառելու փուլում կառուցապատողների իրավունքները եւ պարտականությունները, հնարավոր ռիսկերը ծածկելու ուղղությամբ կատարման ենթակա աշխատանքները, երկրորդը վերաբերում է սնանկության օրենքում փոփոխություն նախատեսող կարգավորմանը, որը ըստ էության, եթե կարճ ներկայացնենք, սահմանում է կարգավորում փրկել ձախողման ռիսկ ունեցող կառուցապատման ծրագիրը ձախողումից, որը ելի կարևոր օրենսդրական նախաձեռնություն է հնարավոր ռիսկերը կառավարելի դարձնելու տեսանկյունից։ Մյուս նախաձեռնությունը, որ այժմ էլի ակտիվ աշխատում ենք կառավարության գործընկերների հետ, վերաբերում է կորպորատիվ պարտատոմսերի, ինչպես նաև ապահովագրության գործիքի հնարավորինս ինտեգրացիան քաղաքաշինական շուկային եւ կառավարության կողմից դա պոպուլյարիզացիայի ուղղությամբ իրականացման ենթակա աշխատանքները։ Մյուսը ներդրումային անշարժ գույքի կոնցեպտուալ կարգավորումներն են, որպեսզի հայրենական անշարժ գույքի շուկան հնարավորինս հետաքրքիր դառնա օտարերկրյա ներդրողներին այստեղ անշարժ գույք ձեռք բերելու եւ դա դիտարկելու որպես ներդրումային գույք։ Եվ մյուս կարևոր նախաձեռնությունը նաեւ բազմաբնակարան շենքերի օրենսդրական կարգավորումների արդիականացումն է, որ էլի շատ ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ եւ վստահ եմ, որ այս տարվա ընթացքում այս նախաձեռնություններով տեսանելի կլինեն շոշափելի արձանագրումներ, որոնք բնականաբար իրենց նպաստը կբերեն ինչպես հանրային շահին, այնպես էլ մասնավոր շահին։
Այս բոլոր կարգավորումների մեջ ես գիտեմ նաև, որ ասոցիացիան ունի նախաձեռնություն կառուցապատողների ռեյտինգավորման։ Սա շատ հետաքրքիր է հնչում եւ մեզ համար էլ, հա, որպես օրինակ Տունեքսպոյի կազմակերպիչ կողմ, շատ լավ գործիք կլինի ապագայում տարբերակել մեր գործընկերներին, ում ներկայացնել մեր այցելուներին եւ ում ոչ։ Հետաքրքիր է այս մասով ինչ է կատարվում, որ փուլում եք եւ արդյոք սա իրատեսական է մեր մենթալիտետի պայմաններում, նաև այն հարաբերությունների պայմաններում, որ ունեն կառուցապատողներ իրար մեջ, մենք գիտենք, որ բացի գործընկերներ լինելը շատերը նաև շատ մտերիմ են իրար հետ, շատ օգնում են միմյանց, կիսում են իրար հաջողությունները եւ նաև լավագույն փորձն են փոխանակում իրար հետ։ Ես շատ մեր էպիզոդներում սիրում եմ այս մասին անպայման հանրության ասել, որ ամենաառողջ ոլորտներից մեկն է ներքին մրցակցության մեջ կառուցապատողների հենց ասոցիացիան վկա, որ ինչքան միավորված են ոլորտի խաղացողները ներսում, ի տարբերություն շատ այլ ոլորտների։ Այ ռեյտինգավորումը արդյոք իրատեսական է այս պայմաններում եւ ինչ փուլում է հիմա գտնվում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, այո, մեր կողմից արդեն տևական ժամանակ է մշակման փուլում է գտնվում, արդեն մշակել, պատրաստել ենք մի նախաձեռնություն, որը կոչվում է կառուցապատողների, այսինքն սուբյեկտների գնահատում, ինչպես նաև կառուցվող օբյեկտների խոստման գնահատում եւ համապատասխան սերտիֆիկատի կամ ռեյտինգի տրամադրում այս գնահատման արդյունքների հիման վրա։ Ինչու՞մն է կայանում էությունը։ Գնահատման առարկա է հանդիսանում սուբյեկտը, կառուցապատողը իր ֆինանսական կարողությունները, այո, ոչ մակարդակով։ Ունի աուդիտ, չունի, աուդիտը դրական զորակայություն է, թե ոչ, կայք ունի, թե ոչ, կայքում հրապարակված են ֆինանսական ցուցանիշները, հաշվետվությունները, թե ոչ, դատական գործընթացներ ունի, թե ոչ, սնանկության գործընթացներ ունի, թե ոչ, այդ դատական գործընթացներում մեղավոր կողմը կառուցապատողն է կամ սնանկության վարույթում, թե ոչ, իրական շահառուները արդյոք անցնում են քրեական վարույթներով կամ սնանկության վարույթներով, թե ոչ, ինքն սուբյեկտի ֆինանսական հաստատակամության ցուցանիշ եւ թափանցիկության ցուցանիշ, դա ենք բարձում, եւ երկրորդը խոստման, կառուցվող նախագծի վերաբերյալ տվյալների բարձում, որպեսզի հասկանանք այդ գույքը հանդիսանում է պրեմիում դասի բնականաշինություն, բիզնես դասի բնականաշինություն, թե էկոնոմ դասի բնականաշինություն։ Սա հիմք ենք ընտրել միջազգային փորձը տարբեր երկրներում գործողության մեջ գտնվող նմանատիպ այլ ռեյտինգավորման ինստիտուտների փորձը եւ այս ամենը տեղայնացել ենք մեր ազգային մշակույթի վրա, ազգային քաղաքաշինական շուկայի վրա եւ ստացել ենք գեղեցիկ փաթեթ, որը առանձին խումբ կառուցապատողներ բազմաթիվ տեստ դրայվեր են իրականացել իրենց վրա, ուսումնասիրել լավ եւ վատ կողմերը, դրական եւ բացասական կողմերը եւ այսօր վստահ ենք, որ այդ գործիքի լայնորեն կիրառումը ելի կծառայի 3 շահերին՝ հանրային շահին եւ մասնավոր շահին։ Մասնավոր շահը մի կողմից կառուցապատողը, մյուս կողմից բանկը, մյուս կողմից սպառողը եւ հանրային շահը, այսինքն պետությունը, որ տեսնի, պատեսանելի դառնա գույքերի դասակարգումը։ Ինչու՞, որովհետեւ այսօր ցավոք սրտի չունենք այդ կարգավորումը եւ շատ խառն է։ Անհայտ է թե որն է համարվում պրեմիում դասի բնականաշինություն պայմանական, որը համարվում էկոնոմ դասի բնականաշինություն։ Գնագոյացումներն էլ այո, եւ միջազգային շուկայում սա լայնորեն կիրառվող գործիք է եւ առաջին անգամ Հայաստանում մենք փորձում ենք ներդնել այս ինստիտուտը եւ 2026 թվականի ասոցիացիայի առաջնահերթություններից մեկն էլ հանդիսանում է հենց այս ինստիտուտի պոպուլյարիզացիան, ներդրումը եւ այստեղ ունենք նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերների աջակցության կարիքը, որ այս գործիքի լայնորեն կիրառության ուղղությամբ իրենք եւս ցուսաբերեն աջակցություն, որպեսզի այս գործիքը ինտեգրվի մեր շուկային։ Եվ սպառողների մոտ այս մասով աստիճանաբար հետաքրքրությունը գնալով մեծանում է, եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ օրեցօր ավելի ու ավելի են շատանում այն սպառողները, ովքեր բարձրացնում են երկու տեսակի հարց, արդյոք տվյալ կառուցապատողը հանդիսանում է ասոցիացիայի անդամ թե ոչ, դա իրենց համար շատ կարևոր է ընտրություն կատարելիս, որտեղ հասկանում են, եթե տվյալ կառուցապատողը հանդիսանում է ասոցիացիայի անդամ, առնվազն վստահության որոշակի ցուցանիշ, մակարդակ ապահովում է, որտեղ մեզ մոտ հանդիսանում են անդամներ, բացառապես այն կազմակերպությունները, որոնք ունեն անցած ուղի կամ որպես գործարար ունեն հաստատական վստահություն առաջիկայում ունենալու լավ պլաններ, լավ քաղաքաշինական ծրագրեր, հավակնոտ քաղաքաշինական ծրագրեր, ֆինանսապես առողջ են, կայուն են եւ չեն հանդիսանում ռիսկային
Միայն այս սուբյեկտներն են հանդիսանում մեր անդամներ եւ սպառողների մոտ դա ինդիկատորի դեր է կատարում եւ եթե տվյալ կառուցապատող հանդիսանում է մեր անդամ, որոշակի վստահության շեմ արդեն ապահովում է տվյալ կառուցապատողը, դա սպառողները եւս գիտակցում են, տեսնում են եւ պետք է արձանագրել, որ սպառողները նաեւ վերջերս սկսել են կառուցապատողներից հետաքրքրվել, արդյոք նրանք ստացել են ասոցիացիայի կողմից տրված ռեյտինգ, թե ոչ, կամ ըստ ասոցիացիայի դիրքորոշման երբեմն դիմում են նաև մեզ, տվյալ նախագիծը ինչ դասի նախագիծ է, էկոնոմ բնականաշինություն, թե պրեմիալ դասի գույքի Անկախ նրանից թե կառուցապատողը ինչպես է դիրքավորել այդ պրոդուկտը։ Այո։ Եվ սա ողջունելի է, որ անկախ մարմնից, մեզնից սպառողները փորձում են հասկանալ ընտրություն կատարելիս, թե ինչ դասի բնականաշինություն է եւ ով է տվյալ կառուցապատողը, ում հետ ցանկանում են մտնել հարաբերության մեջ։ Մենք էլ բնականաբար մեր մասնագիտական կարծիքն ենք հայտնում, զուտ մասնագիտական վերանալով կառուցապատողի, թե ով է տվյալ կառուցապատողը, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել կառուցապատողի կայքին, անցած ուղուն, ֆինանսական ցուցանիշներին, ուսումնասիրել դատալեքսիայի համակարգը, բարձելու համար թե ով է տվյալ կառուցապատողը, սնանկություն, դատական գործընթացներ եւ այլն արկայությունը, բացակայությունը բարձելու համար եւ վերջը խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել նաեւ պայմանագրին, մանրամասն կարդալ այն եւ հստակ հասկանալ, գիտակցել հնարավոր ռիսկերը եւ հասկանալ ռիսկերի հնարավոր ծածկման ուղղությամբ ինչ գործիքակազմեր են առկա եւ արդյոք տվյալ կառուցապատողը ըստ պայմանագրի կապահովի այդ ռիսկերի ծածկումը, թե այդ ռիսկերը կմնան գնորդի մոտ։ Եվ էլի ողջունելի է, որ սպառողները այսօր այն աստիճան գիտակից են, գիտակցական մակարդակ, իրավագիտակցությունը, սեփական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ հաստատակամություն այն աստիճան բարձր դիրքերում է գտնվում, որ ստիպում են կառուցապատողներին չծուլանալ, ստիպում են կառուցապատողներին ել ավելի ակտիվ հանդես գալ շուկայում, ներկայացնել նոր մարքեթինգային գործիքներ, նոր ֆինանսական գործիքներ, նոր առաջարկներ, որը միտված է բացառապես շուկայի առողջությանը, շուկայի ռիսկերի զսպմանը եւ սպառողների մոտ որակի նոր ցուցանիշների սահմանմանը եւ սպառողներն էլ գիտակցելով դա կարողանում են ճիշտ ընտրություն կատարել ներկայացվող առաջարկներից։ Այստեղ մի կարևոր հարցի եւս ցանկանում եմ անդրադարձ կատարել մշտապես փոփոխվող այս օրենսդրական կարգավորումների համատեքստում բազմաթիվ կառուցապատողներ դիտարկում են շուկան որպես մեկանգամի, այսինքն մտել են շուկա, իրականացնեն պրոյեկտը, հաջողությամբ ավարտեն եւ դուրս գան շուկայից, ներդրումները կատարեն այլ շուկաներում։ Սա իր մեջ պարունակում է որոշակի ռիսկերային տրամաբանության, որ կարող է գա մի օր, որ շուկայում մնան 1 տասնյակ կամ 2 տասնյակ կամ 3 տասնյակ կառուցապատողներ։ Եվ մրցակցությունը նվազի։ Եվ մրցակցությունը նվազի։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հանրային իշխանությունը հնարավորինս աջակցի նաև այն փոքր կառուցապատողներին, ովքեր մտել են շուկա, հանդես են գալիս շուկայում, որ այդ կառուցապատողները հետագա հաջորդ քաղաքաշինական ծրագրերը իրականացնելու շահագրգռվածություն էլի ունենան, ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս, որովհետև շատ կարևոր է նաև դա։ Եվ ի վերջո ռեսուրսները, որ կուտակվում են կառուցապատողների մոտ մեկ քաղաքաշինական նախագծի ընթացքում, այդ ամբողջ ճանապարհը, որ անցնում են օրինակ ձեզ հետ եւ հավաքում են այդ էքսպերտիզան, իրապես տխուր է գիտակցել, որ գուցե ինչ-որ կառուցապատողներ, որոնք թեկուզ հաջող քաղաքաշինական նախագծեր են հանձնել, մի օր որոշեն այլևս այդ գործը չիրականացնել, սա մի կողմից եւ մրցակցությունը կնվազեցնի, մյուս կողմից նաեւ կարծես ճանապարհ կտա այն կառուցապատողներին, որոնք այդքան էլ կոմպետենտ չեն, բայց չնայած ես ինչ որ լսեցի հիմա ձեզնից Գուրգեն ջան, այդ բոլոր կարգավորումները նույն ռեյտինգավորման նախագիծը կարծում եմ ապագայում այլևս հնարավորություն չեն տա ոչ բարեխիղճ կառուցապատողներին ինչ որ ճանապարհ անցնել թեկուզ քիչ ու մեր գնորդների, սպառողների շահը լավագույնս պաշտպանվում է այս ամեն ինչով, այնպես որ առաջ գնալով, հուսանք, որ այս բոլոր նախագծերը ժամանակին իրենց հաստատումները կստանան։ Մի հարցի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել։ Այսօր մեր երկրում տնտեսության մեջ առկա են բազմաթիվ հարաբերություններ, երբ հավաքագրվում են քաղաքացիների դրամական միջոցները, օրինակ բանկային գործունեության ոլորտ, գրավատնային գործունեության ոլորտ եւ այլն։ Եվ այս ոլորտները ունեն խիստ կարգավորումներ, հատուկ օրենսդրական կարգավորումներ։ Սակայն կառուցապատման ոլորտը, որ էլի գնորդներից, սպառողներից հավաքագրվում են դրամական միջոցներ, չունեն հստակ կարգավորումներ։ Եվ դրանով պայմանավորված այսօր շուկայում հանդես են գալիս նաև այնպիսի սուբյեկտներ, որոնք մի դեպքում չունեն բավարար ֆինանսական գրագիտություն, մեկ այլ դեպքում չունեն բավարար քաղաքաշինական գրագիտություն, մեկ այլ դեպքում առհասարակ նախագծի կառավարման հմտություններ չունեն։ Եվ այս ամենը կարգավորելու համար էլ
մեր կողմից նախաձեռնվեց եւ այժմ պետության կառավարության ազգային ժողովի գործընկերների հետ ակտիվ քննարկումների փուլում են գտնվում գներու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման գործունեության մասին նոր օրենքը առաջ խաղացնելու ուղղությամբ։ Ինչու՞մ նա այս օրենքի հիմնական էությունը կայանում, որ ելի միջազգային փորձ ենք ուսումնասիրել բազմաթիվ, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում առաջարկում են ներդնել կառուցապատողների մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ենթարկվում են ինքնակարգավորման եւ վերահսկվում են պետական լիազոր մարմնի կողմից։ Կառուցապատման ոլորտը ցավոք սրտի բավարար կանոնակարգված չէ։ Եթե օրինակ բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, գրավատները, որոնք ելի քաղաքացիներից հավաքագրում են դրամական միջոցներ եւ դրանք օգտագործում են խիստ օրենսդրական կարգավորումներ, բայց կառուցապատման ոլորտը չունի այդ օրենսդրական կարգավորումներ, այսօր ցանկացած անձ կարող է ունենալով ֆինանսական ռեսուրսներ, չունենալով փորձառություն, չունենալով նախագծերի կառավարման հմտություն, չունենալով բավարար ֆինանսական գիտելիքներ կամ ֆինանսական ռեսուրսներ, կարող է մուտք գործել քաղաքաշինական շուկա եւ համարվել կառուցապատող եւ պոտենցիալ ռիսկ առաջացնել ընդհանուր շուկայի համար, բազմաթիվ գնորդների համար։ Եվ դա ոչ ոք չի կարող արգելել, չէ՞, նույնիսկ ասոցիացիան արգելել, ոչ։ Եվ այժմ մեր կողմից նախաձեռնված կառուցապատման գործունեության մասին օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում համակարգային վարքագծային կանոններ սահմանել բոլոր կառուցապատողների համար, ովքեր վաճառում են խոստում, դերևս կառուցման փուլում գտնվող անշարժ գույք, սահմանել կարելի եւ չի կարելի սահմանագծերը միաժամանակ հաշվի առնելով թե հանրային շահը, պետության շահը, թե սպառողների շահերը, որովհետև կառուցապատողների այս կամ այն վարքագծով պայմանավորված երբեմն ականատես են լինում, որ տուժում է նաև պետության շահը եւ ողջ կամ սպառողների շահը։ Եվ մեր կողմից նախաձեռնված այս օրենսդրական նախաձեռնությունը միտված է պաշտպանելու այս շահերը եւ սահմանելու արդարացի վարքագծային խաղի կանոններ բոլոր կառուցապատողների համար։ Այդ թվում շուկայում հրապարակային խոստումներ ներկայացնելու տեսքով, որ խոստումը համապատասխան իրականության, այդ թվում ֆինանսական ցուցանիշների մասով, որ բաց եւ թափանցիկ ֆինանսական ցուցանիշներ կարողանան ներկայացնել, այսինքն լինեն հնարավորինս թափանցիկ, բաց եւ իրենց կողմից հրապարակված խոստումները համապատասխանեն իրականությանը։ Սրա մասին ընդհանուր գաղափարախոսությունը կան հակիրճ եւ վստահ ենք, որ կարճ ժամկետներում կառավարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր կողմից նախաձեռնված այս կարգավորումները, որոնք միտված են հանրային շահի պաշտպանությանը, իրականություն կդառնան։ Փաստացի պայմաններում, որտեղ ի տարբերություն բանկերի, որտեղ կա ԿԲ-ն եւ վերահսկում է բոլորին, կառուցապատման ոլորտում չկա այդ ԿԲ-ին փոխարինող կառույցը, լավ է, որ գոնե օրինակ կա կառուցապատողների ասոցիացիան եւ նմանատիպ կառույցներ, որոնք հավաքում են ոլորտի կարծես հիմնական բարեխիղճ խաղացողներին եւ ի վերջո հարկ եմ համարում նշել, որ 1-2 ոչ բարեխիղճ կառուցապատողի պատճառով մենք տարիներ շարունակ փորձում ենք ներկայացնել ու արդարացնել այն կառուցապատողներին, որոնք ոչ մի անբարեխիղճ բան չեն արել, բայց ընկել են այդ ստվերի տակ անբարեխիղճ կառուցապատողների, քանի որ չկա վերահսկում ու նաև անարդար է թեման այն իմաստով, որ բարեխիղճ կառուցապատողի բարեխիղճ գործունեությունը երբեք չի մատնանշվում, չի խոսվում, չնայած որ դա նորմալն է, այդպես պիտի լինի, իսկ անբարեխիղճ կառուցապատողների մեկ кейսը այնպես է PR-վում, տարածվում, որ հետո մենք անընդհատ հենց թեկուզ Տունեքսպոյի շրջանակներում մենք անընդհատ բախվել ենք այդ հարցերին, որ ախր այդ ոլորտը, փչացած ոլորտը, բոլորը խաբեբահ են եւ այլն, բայց մենք ինքներս տեսնում ենք, որ քաղաքը կառուցվում է եւ ունի ապագա, մեր ամբողջ խոսակցությունը այսօրվա տնտեսական հզոր էֆեկտի հենց այս ոլորտի շնորհիվ եւ շատ ոլորտներ ունեն աշխատանք, շատ մատակարարներ, շատ մարդիկ, միայն այն արձանագրումը, որ այսօր մարդիկ չեն մեկնում Հայաստանից եւ չեն ծառայում այլ երկրների տնտեսություններում, այլ աշխատում են հայրենիքում եւ ընտանիքները ավելի ամուր ու երջանիկ են մնում Հայաստանում, հենց օրինակ այս ոլորտի այսքան լավ աշխատանքի եւ մեծ աշխատանքի շնորհիվ է եւ ուրախ ենք արձանագրել, որ կառուցապատողների հայկական ասոցիացիան կարծես ապրիորի այդ առաքելությունը վերցրել է իր վրա ոլորտը կարգավորելու եւ նաեւ մեր պետության հետ այս ամբողջ ծանր երկխոսությունը, իրապես ծանր երկխոսությունը կազմակերպելու ու համբերատար է բավականաչափ, որ տարիներ շարունակ անընդհատ շարունակի ասել նույն բանը, մինչև այդ օրենքը կընդունվի կամ այդ կարգավորումը կմտնի ուժի մեջ, դա կարծում եմ բավականին դժվար գործ է ամեն դեպքում այս ոլորտի մեջ այս առաքելությունը ունենալու։ Տեսեք, իրականում ասոցիացիաների դերը եւ նշանակությունը ելի միջազգային պրակտիկայում շատ կարեւոր է հենց պետություն մասնավոր արդյունավետ երկխոսության համատեքստում
եւ մեր կողմից բարձրաձայնվող հարցերը որևէ հարց չի կրում նեղ անձնական շահերի պաշտպանություն, մեր կողմից բարձրաձայնվող ցանկացած հարց վերաբերում է ոլորտի ընդհանուր շահերին, ոլորտի բարեկեցությանը եւ ոլորտի կայուն եւ շարունակական զարգացմանը։ Եվ մեր կողմից ներկայացվող հարցադրումները ուղղակի հարցադրմամբ չեն սահմանափակվում, հստակ ներկայացնում ենք նաեւ ճանապարհային քարտեզները, խնդիրների լուծման ուղղությամբ մեր պատկերացումները, ժամկետները եւ դրա տնտեսական եւ քաղաքաշինական արդյունքները։ Ինչ կտա դա պետությանը, հանրային իշխանությանը, տվյալ խնդրի լուծումը, ինչ կտա դա սպառողներին եւ ինչ արդյունք կունենա դա ընդհանուր բիզնեսի եւ երկրի տնտեսական կյանքի ակտիվության վրա։ Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր գործընկերները առնվազն երկխոսությանը մշտապես պատրաստ են, առնվազն լսում են մեր կողմից բարձրացված հարցադրումները եւ փորձում ենք լուծումներ տալ արկախված մարտահրավերներին, արկախված խնդիրներին։ Ինչու՞, որովհետեւ բոլորը գիտակցում են, որ կառուցապատումը իսկապես երկրի տնտեսական կյանքում ունի ռազմավարական եւ վտանգային դերակատարում ու նշանակություն, հերո չգնանք զուտ հարկային մուտքերի տեսանկյունից, եթե մեկ ցուցանիշ հրապարակեմ, մեր կողմից կատարված հարցումների համաձայն կառուցապատումը, շինարարությունը, հարակից եւ սպասարկող ոլորտները միասին, այսինքն կառուցապատման ոչ արժեշղթայում գտնվող տնտեսության ճյուղերը միասին, միայն 2020-ից 25 թվականներին ընկած ժամանակահատվածում ապահովել են ավելի քան 350 միլիարդ դրամի հարկային վճարումներ պետական բյուջե, որը ահռելի մեծ թվային ցուցանիշ է եւ այս թվային ցուցանիշը ըստ էության տարեստարի գնալով ավելի ու ավելի է մեծացել։ Այսինքն 2020-ից 25 ամեն տարի պրոգրեսիվության կանոններով ավելացել է եւ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի այդ ցուցանիշը հաջորդ տարիներին եւս լինի նման մեծ տեմպերի, նման շարունակականության, իսկ դրա լոկոմոտիվ կարող է հանդիսալ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրեր, իսկ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի համար ելի ու ելի անհրաժեշտ է պետություն մասնավոր ակտիվ երկխոսություն, խնդիրների հաղթահարման, մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ, որպեսզի նոր ներդրողներ կարողանան ի հայտ բերել, ներդրողները շահագրգռված լինեն, քաղաքաշինության ոլորտում ներդրումներ կատարեն, ընթացիկները շարունակեն, ընթացիկները պրոյեկտները ավարտելուց հետո ցանկություն հայտնեն նոր պրոյեկտներ մեկնարկելու, որը այսօր դանդաղում է, եւ այս ամենի առաքելությունը հենց ասոցիացիան ստանձնել է համագործակցության մթնոլորտում բարձր արժեքների եւ գիտելիքի շնորհիվ աշխատել գործընկեր կառույցների հետ ի նպաստ երկրի տնտեսական կայուն եւ շարունակական զարգացման։ Մենք շատ ուրախ ենք, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիան նաև 2022 թվականից մինչ օրս Տուն Էքսպոյի կողքին է, որովհետև նաև մեր պորտֆոլիոյում մի շարք ցուցահանդեսների կողքին Տուն Էքսպոյի այսպես առանձնանալը եւ առանձնակի հաջողություն ունենալը նաև էլի վկայությունն է նշվածի, որ անշարժ գույքի ու կառուցապատման ոլորտ ամեն դեպքում վերջին տարիներին այնպիսի մեծ աճ ու էֆեկտ է ապահովում, որ ցուցահանդեսը, որը շատ երկրներում ընդհանրապես պիտի արձանագրենք, որ ոչ մի երկրում չկա ցուցահանդես, որտեղ մարդիկ գնում ու տուն են ձեռք բերում, պայմանագրով դուրս են գալիս այդ ցուցահանդեսից, եւ սա փաստացի այս պահին միայն մեր երկրում կա նման նախադեպ, որ մենք ուղղակի ցուցահանդես չենք, որտեղ ինչ որ մարդիկ բաներ են պայմանավորվում եւ սահմանափակվում են բանավոր պայմանավորվածությամբ, այլ մարդիկ կարծես գան տոնավաճառ եւ գնեն տուն բավականին մեծ արժեքով, հա, ապրանք կատարեն ներդրում ընդամենը մի քանի ժամ, մի քիչ երկար շփվելուց հետո կառուցապատողի հետ, ու փաստացի նաեւ հաջողված փորձը ցուցահանդեսի էլի վկայում է ոլորտի իրապես վերջին տարիների մեծ արդյունքների մասին ու նաեւ եղած ակտուալության, որովհետև փաստացի եկել հասել է Հայաստանը այն կետին, որ մարդիկ պատրաստ են գնել իրենց բնակարանները, առանձնանալ իրենց մեծ ընտանիքներից եւ այս բոլոր սոցիալ-մշակութային էֆեկտներն են նաեւ հանգեցնում նրան, որ կառուցապատման ոլորտը ունի պահանջարկ ու շարունակելի է ունենալ պահանջարկ, չնայած անդադար լսվող թեմաներին, որ մարդիկ նախընտրում են դրսում կատարել ներդրումներ, բայց ոչ Հայաստանում, մինչդեռ Հայաստանում անշարժ գույքի կապիտալիզացիան ամեն անցնող տարվա հետ ավելի մեծանում է եւ հույս ունենք նաեւ, որ ներդրումները, որ մինչ օրս կատարվել են ոլորտում, այդ վեկտորը չի կորցնի իր ուղղությունը եւ անընդհատ առաջ կգնա, կբարձրանա նաեւ շնորհիվ այս բոլոր կարգավորումների, ու մենք նույնպես մեր հարթակով Տուն Էքսպոյով այս պահին մշակվող բոլոր պրոդուկտներով մարքեթինգային փորձելի ենք նպաստել կառուցապատողների լավագույն շահին, ինչպես նաեւ իրազեկել մեր գնորդներին նաեւ ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում այս բոլոր նորամուծությունները, փոփոխությունները, որ ձեր կողմից արվում են, նաեւ տարածելու եւ իրազեկելու հանրությանը, ու շնորհակալ ենք նաեւ ասոցիացիային, որ յուրաքանչյուր նոր գործիք, որ ներդրվում
է մեր կողմից, ինչպեսին օրինակ Տուն Էքսպոն է, ողջունվում է եւ շատ հաճելի համագործակցել ենք այս բոլոր տարիների ընթացքում։ Եթե կան ինչ-որ նորություններ, որ այս տարի ունենալու է ասոցիացիան, օրինակ Տուն Էքսպոյի շրջանակում նաեւ կարող է ներկայացնել մարտ ամսին, կարող ենք հենց այսօր էլ խոսել այդ մասին կամ ինչ սպասել այս տարի, քանի որ սպասվում է Տուն Էքսպոն, կուզենք մի քիչ լսել մեկնաբանություն, թե սպառողները այս տարի ինչ սպասեն կառուցապատողներից կամ ինչին ուշադրություն դարձնեն Էքսպոյի շրջանակներում, հենց որտեղ կարծես ոլորտը խտանում է եւ մեկ ափի մեջ է ներկայանում, միանգամից գրեթե բոլոր խոշոր կառուցապատողներ եւ ասոցիացիայի անդամների մեծ մասը ներկայանում է ցուցահանդեսին, ինչ սպասեն սպառողները, ինչ խորհուրդ տանք իրենց եւ գուցե դուք ունենալու եք ինչ-որ նորություններ, նոր կարգավորումներ, որ կարող ենք այդ օրերին տեսնել։ Սպառողի տեսանկյունից շատ կարևոր է գիտակցել, թե ինչ կառուցապատողի հետ են մտնում հարաբերության մեջ, ուսումնասիրելով կառուցապատողի հետագիծը, անցած ուղին, իրականացված կամ իրականացվող ներդրումային ծրագրերը, դրանց հաջողության պատմությունները։ Սպառողի տեսանկյունից շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել ոչ թե կառուցապատողի տաղավարին եւ տաղավարում հնչեցվող հրապարակային առաջարկներին, խոստումներին, որը շատ հաճախ ներկայացնում են վաճառքի մասնագետները, այլ ուշադրություն դարձնել կառուցապատողի հետ կնքվելիք պայմանագրում ներկայացվող պայմաններին եւ համոզվել, որ այդ պայմանները համապատասխանում են իրականությանը։ Դա շատ հեշտ է պարզելը, ընդամենը պահանջել կառուցապատողից ներկայացնել հաստատված նախագիծը, որը մուտքագրված է կադաստրի կոմիտեում եւ համոզվել արդյոք տվյալ նախագծով առկա է այն խոստումները, որը արձանագրվում է կառուցապատողի վաճառքի բաժնի հետ հարաբերություններում երկխոսության միջոցով կամ արդյոք կադաստրի կոմիտեում գրանցված կառուցվող նախագիծը համապատասխանում է պայմանագրում նախատեսված կարգավորումներին, թե ոչ, եւ սա շատ կարեւոր է, որպեսզի գնորդը կարողանա հստակ պատկերացնել ինչ ապրանք է ձեռք բերում եւ մյուս կարեւորությունը, որ ելի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռիսկերի հնարավոր զսպման մեխանիզմներին, հասկանալով, թե որ կառուցապատողը ինչ զսպման մեխանիզմ է առաջարկում։ Օրինակ, մի կառուցապատող կարող է առաջարկել բանկային երաշխիք ինստիտուտ, մեկ այլ կառուցապատող առաջարկի կառուցապատողի հատուկ հաշիվ մուտքագրող դրամական միջոցների ավելի մեծ ծավալի սառեցում, մեկ այլ կառուցապատող առաջարկի երկարաժամկետ կտրվածքով փուլային վճարումների հնարավորություն, տարաժամկետված, մեկ այլ կառուցապատող առաջարկի ապահովագրության գործիք, մեկ այլ կառուցապատող էլ առաջարկի այս բոլոր գործիքների հանրագումարը։ Եթե բոլոր նախադեպերը հենց Էքսպոյում հանդիպում են։ Եվ շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել հնարավոր ռիսկերի զսպման ուղղությամբ կառուցապատողների կողմից ներկայացվող առաջարկներին, որովհետև այսօր քաղաքաշինական շուկայում մշտապես փոփոխվող կարգավորումներով պայմանավորված երկարաժամկետ ներդրումային ծրագրերը, իսկ կառուցապատումը երկարաժամկետ ներդրումային ծրագիր է մի քանի տարանոց ցիկլով պայմանավորված, շատ հաճախ բախվում է ռիսկերի եւ այդ ռիսկերը կարողանում են հաղթահարել միայն այն կառուցապատողները, ովքեր ունեն ֆինանսական գրագետ հմտություններ, ունեն կանխիկի հոսքերի արդյունավետ պլանավորման հմտություններ, բիզնեսի մոդելավորման արդյունավետ փորձ եւ կարողություններ եւ ի վերջո ունեն անցած ուղի փորձառություն կամ առնվազն թիմում ունեն համապատասխան փորձառություն ունեցող սուբյեկտներ, ովքեր կարողանում են ռիսկերը չեզոքացնել եւ շատ կարեւոր է սպառողի տեսանկյունից հնարավոր բոլոր ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ հասկանալ եւ գիտակցել, թե ում հետ են մտնում իրավահարաբերության մեջ եւ ինչ իրավապայմանագրային հարաբերության մեջ են մտնում կառուցապատողի հետ։ Այո, եւ հենց այս իմաստով էլ մենք շատ խրախուսում ենք, որ մինչեւ ցուցահանդեսին ներկայանալը եւ տեղում առաջարկներին ծանոթանալը, նախապես ուսումնասիրեն բոլոր ներկայացվող կառուցապատողների պորտֆոլիոները, անցած ճանապարհը, ընդհանրապես երկխոսության մեջ մտնեն կառուցապատողի հետ ու լինեն շատ հարցատու, չնայած դրա կարիքը չկա, որովհետեւ այսօրվա սպառողը իսկապես շատ բազմատեղյակ է ամեն ինչից եւ բետոնը որտեղից է հարցից սկսած մինչեւ, չգիտեմ, ամենատարրական հարցերը հնչում են հենց ցուցահանդեսի օրինակ տարածքում, ինչը շատ ուրախալի է, որովհետև 2022 թվականից մինչև օրս 26 թվական շատ փոփոխված վարքագիծ ունի նաև մեր այցելուն ու անշարժ գույքի գնորդը, ինչը միայն հաճելի է եւ մենք ձեզնից էլ լսեցինք, որ այսօրվա գնորդը ավելի իրավագիտակից է, ֆինանսապես ավելի գրագետ է եւ ավելի լավ է կարողանում հաշվարկել, պլանավորել ու տարբերել ահա բարեխիղճ, անբարեխիղճից, լավը վատից, ինչը շատ ուրախալի է եւ նաեւ ապահով է բոլորիս համար, որպեսզի չլինեն վատ քեյսեր, չլսվեն դեպքերի մասին, որտեղ որևէ մեկը դարձել է խաբեության զոհ, որովհետեւ այդ
որևէ մեկի բարի համբավի արատավորումը տարածվում է նաև շատ այլ բարեխիղճ խաղացողների վրա ոլորտում, ինչպես նաև ոլորտում առհասարակ գործունեություն ծավալող ցանկացած ընկերության վրա, այնպես որ բարեկամներ, եղեք ավելի ուշադիր, շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ եւ լսեցիք մեր զրույցը, Գուրգեն ջան, շնորհակալություն ժամանակի համար, որ տրամադրեցիք եւ գործի համար, որ անում եք ասոցիացիայի գործունեության շրջանակում, ինչպես նաև շնորհակալություն մշտապես աջակցության համար Տուն Էքսպոին եւ այս էքսպերտիզայի կողմը ապահովելու, որովհետեւ մենք որպես կազմակերպիչ ոլորտի նեղ մասնագիտական կողմը հենց դեր շնորհիվ է, որ ստանում ենք եւ հետեւում ենք նաեւ այն բոլոր կանոններին եւ առաջարկներին, որ հնչում է ասոցիացիայի կողմից։ Բարեկամներ, շնորհակալ ենք, որ դիտում եք լսում եք եւ դիտում եք նաեւ մեր զրույցը։ Մի մոռացեք անպայման բաժանորդագրվել մեր ալիքին ու սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդներ ու շատ կարեւոր զրույցները ոլորտի կարեւոր եւ փորձագետ հանդիսացող մարդկանց հետ։ Միացեք նաեւ մեզ Instagram-ում, մենք Instagram-ում շատ ակտիվ են, կարող եք միանալ, տալ ձեր հարցերը, որոնք կուզեք հնչեցնել մեր ապագա հյուրերին, կառուցապատողներին, կարող եք գրել ամենասուր ու ցավոտ հարցերը, մենք անպայման բոլոր հարցերին կանդրադառնանք եւ իհարկե սիրով սպասում ենք բոլորիդ մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին Meridian Expo կենտրոնում Տուն Expo 2026-ին կարող եք այցելել, եթե անգամ չունեք նպատակ այդ օրերին բնականon ձեռք բերելու, առնվազն կտեղեկանաք, թե ինչ է կատարվում մեր քաղաքաշինական դաշտում եւ ինչ ակտուալ քաղաքաշինական նախագծեր կան այսօր ներկայացվող։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։